Ուսումնարաններում եւ քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ եւ հեռանկարային։ Հենց սրան է ուղղված մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւ աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով ապահովելու, ինչպես նաեւ մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում պետության համար կարևոր եւ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելությունը խթանելու նպատակով հաստատվել է կրթաթոշակ սահմանելու նոր կարգ, որը գործում է 2023-2024 ուսումնական տարվանից սկսած։ Նախկին կարգով միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներին տրամադրվում էր 4750 դրամ, իսկ արհեստագործական կրթական ծրագրով սովորողներին 4650 դրամ կրթաթոշակ։ Այսպիսով սովորելով քոլեջում կամ ուսումնարանում կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության համար գերակա ոլորտի որևէ մասնագիտություն եւ ստանալ մինչեւ 50,000 դրամ կրթաթոշակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է պետության համար կարևոր եւ առաջնահերթ մասնագիտությունների ցանկը։ Կրթաթոշակը տրամադրվում է հետևյալ չափով։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ եւ կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50,000 դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում հաշվի են առնվում նախորդ ուսումնական տարվա արդյունքները։ Միայն գերազանց եւ լավ գնահատականներ ունենալու դեպքում ուսանողը կշարունակի ստանալ 50,000 դրամ կրթաթոշակ։ Իսկ 75%-ից ոչ պակասը գերազանց եւ կամ լավ գնահատականներ ունենալու դեպքում 40,000 դրամ։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքներով սահմանված սոցիալական խմբերի, ինչպես նաև սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում տրամադրվում է 25,000 դրամ կրթաթոշակ անկախ մասնագիտությունից։ 2024-2025 ուստարում միջին մասնագիտական կրթության ծրագրով գերակա 15 մասնագիտություններով ընդունվել է 717 դիմորդ։ Նախորդ ուսումնական տարվան նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 445։ Արհեստագործական կրթական ծրագրով գերակա 21 մասնագիտություններով ընդունվել է 988 դիմորդ, նախորդ տարվան նույն մասնագիտություններով ընդունելությունը կազմել էր 442։ 2025-2026 ուստարվա ցանկը կհաստատվի եւ հայտագրումը կմեկնարկի հուլիս-օգոստոս ամիսներին։ Բարեկեցիկ ապագայի համար մասնագիտական ընտրությունը կատարեք այսօր։ Սկսեք նախնական արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական աստիճանից։